Ռակկա, հայոց քերեզմանտուն, խենթեցած մարդոց տեսարան։ Գետին երկու ափերը կտարածվեին ավազուտ թաշտեր, մեջտեղը բզդիկ կղզի մգար, ուր երևային փույսերը։ Աչափին էր Ռակկա քաղաքը, 600-ից 700 տուն բնակիչներով, որոնք ամբողջովին արաբ էին։ Դուները հողաշեն էին, և քաղաքը ուներ բոքրիկ շուգամը։ Իրիգունը հասանք Ռակկա, ցախ ափին վերադեսանք շուրջ 5000 հայերու բազմությունը, որոնց մեջ կային հայաստանցի, գիլիգեցի և արևմտյան նահանգները հայեր։ Այդ բազմութենե քանիմը երիտասարդներ անցան աճափը ժանդարմայի ընկերակցությամբ, որպեսզի հաց և ալյուր գնեն։ Գիշերը շուտ վրա հասնելուն չի կարողացա քաղաք երթալ և Մակոյկենը սկսա դիտել շուրջս։ Գետափին վրա մի քանի հայ քաղաքտաններ գտապարեին, տեսա, որ մեր ժանդարմաները բռնի կերպով բռնցան իրենց բերած ալյուրը, որպեսզի քաղաք տանին ձախելու։ Ցախ ափին վրա գտնվող հայերը գնձայեին տարօրինակ տեսարանմը, կարծես թե տոնավաճառ մներ այնտեղ։ Գիշերվան մութին մեջ հայերու խումբերը ամբողջովին լուսավորված էին վառված օջախներու լույսով։ Կես գիշերը անց էր, երբ արթնցանք սարսափելի աղմուկովը, կանանց ու տղայոց աղեդուր ցայները, չագալներու ոռնուցը, աղջիկ թեքին փախցնող գիշերային քողերու կանչերը իրարուն կխառնվեին։ Կրակները մարծված էին և փան չէինք կարող տեսնել, բայց գիշերվան ցյուրդը, հեկեկացող մանուկներու լացն ու աղաղակը, որ գդիրեր մյուս ցայներուն, մեզ գթողացներ չղաքրխրությանե։ Բահմեդը գիմագանք եղելությունը։ Ժանդարմաները որոշել էին այդ միջոցին չամփա հանել աքսորյալները, մեկ մասը քունի մեջ, մեկ մասը ցյուրդեն թողթողովալով, աշփժած, զարհուրած, առանց կատարելապես ըստափության, մութին մեջեն կքայլեցնեին գշելու համար միջակետքի խորերը։ Երբ լույսը բացեցավ, ցախ ափին մարդ չել մնացեր, միայն հովը մարծված օջախներուն մոխրիրը գցրվեր օդին մեջ։ Արևը ծագեցավ, և ես ժանդարմայի ընկերակցությամբ պատրաստվեցա մեկնել Ռակկա քաղաքը, որ գետեպեն 15 վայրկյան հեռավոր էր։ Գերմանասպանը շատ տխուր դրամատրության մեջ էր, գիշերվան ցայները ազդած էին իր վրա, և վերհիշելով մանավանդ չամփուն վրա տեսածը մռայլ թախիցի մեջ էր, չէր ուզեր նույնիսկ բաց օդին ելնալ։ Սենյակը փակված նստած էր և գզարմանար, թե ինչպես կրնամ երթալ իմ հայրենագիցներուն այդ վիճակը տեսնելու համար։ Ավազուտ դաշտին մեջեն գյարաչանայի, երբ ժանդարմը ինձ ասավ. «Այդ կողմեն մի երթար»։ Նայեցե այդ արգելված կողմը և առաջին ակնարկով բան մը չի տեսա։ Հետո դիտե լայնատարած ավազուտ դաշտը գոհագավորված էր անթիվ պզդիկ ավազագույտներով, բայց ասիկա անսովոր բան չէր, անապատի քամին երբեմն ձովի պես կալեք գոցե ավազները և համաչափ գույդեր կկազմե նման ձովի ալիքներուն։ Հարցրեցի ժանդարմային, ինչ կա որ այդ կողմեն։ Միթե չես տեսնար, դեր Երևան քյավուրներուն ոտքերը, կանգերը։ Աչքերը սփացվեցան գարձես և անմիջապես տեսա ամեն ինչ, ոչ թե հարյուրներով, այլ հազարավոր երևային քմախկի բեգորներ ցրված անապատի ավազներուն մեջ։ Ասոնք չէին թաղված, այլ ինգած դեղերին մնացեր էին, և ավազը ծածկած էր զանոնք, շուներն ու բորենեները ավազը բեղելով դուրս կհանեին ոմանց անդամները, ոմանց գանգերը։ Հակառակ ժանդարմայի նախազգուշության գացի այդ համայնատարած քերեզմանուն ուղությամբ, բայց հետզհետե դժվար եղավ յարաճանալ, քմախները ավելի խիտ էին, և ամեն մքայլի վախը ունեի, որ պիտի գոխեմ մի դիագի վրա, կամ ավազագույտներուն մեջ ոտքս խրելով պիտի հասնի մի մարդկային քմախկիմը։ Ըսա ժանդարմային, այդքան ալ մեռնյալ գլլա միթե։ Հա, ծծաղելով պատասխանեց, ասոնք բնական մահվով մեռած կամ սպանված մարդիկ չեն, ասոնք այս ամար ծարավեն ինգալ առաջին աքսորնալներն են, երբ ժանդարմաները սյուինը ցերքերուն և ցիավորները կբռնեին եփրատի ափը, 30 քայլ անթի են գշվող մարդկային հոդեն կով կհամարցագեր շղթան հանցնիլ և գերթալ ջուր խմելու։ Գետին երկու ափերը բացող դաշտերի ավազութին մեջ ցիր ու ցան տեսանք քանի մգիներ ու այրեր, որոնք իմ ուշադրությունը գրավեցին իրենց աննպատակ շարժումներով։ Այր մգերթար գուքար, ցերքերով շարժումներ գներ, երբեմն կգենար և գարձես բրունցքով կգրվեր մեկուն հետ, ուրիշ մը գետինը նստած, գլուխը ցերքերուն մեջ, ավազը կդիտեր պիշ-պիշ նայածքով, անդին ուրիշ մը ցերքը փայդ մը ավազին վրա երևակայական զբաղմունքով գրավված էր։ Ոմանք իրարու հետ գրվելով դենթագին խելայեղը կչափչափեին ամբողջ դաշտը։ Հարցրեցի արաբին. «Ինչ են այս մարդիկը, ինչու այսպես կնեն»։ Անիկա պատասխանեց. «Ասոնք մեծադուներ են եղել իրենց տեղը,
հոս կեգալ խենթեցեր են, ամեն օր գավել նա այս խելագարներուն թիվը, երեք այսքան չի գային։ Անդին շարքերով գիներ, աղջիկներ, մանուկներ գերթային թույլերով ջուր բերելու գեդե։ Ոմանք լված կնեին, եւ շատ գիներ ու աղջիկներ գեդեցերը նստած իրենց ցավը գուլային։ Երեգոյին վերաթարցիս գերման զինվորականը պատմեց, թե այր ու կին երկու ձեռունիներ, սև շալվարներ հագած, հավանաբար գոնիացի, եկեր նստեր են քեդափը։ Ժամը խոսեր ու լացեր են ու վերաթարցեր դեպի խումբը։ Այն ճամփան ուր գեքայլեինք ամենեն ամրացած մասներ, բայց դարձյալ անհաստատ ավազը դժվարին կդարձներ մեր քայլվածքը եւ ոտքերնից կխրվեր ավազին մեջ։ Իսկ անթին թաշտին մեջ, ուր գերտևեկեին հայերը, ավազը այնքան շարժուն էր, որ կմխվեին երբեմն մինչև ծունգերը։ Աղջիկը ցնզոտներու մեջ ձանր դոյլ մշալգած եւ մեկ ցերքով մանուկ մփռնած եկավ մեր անցած ճամփեն քայլելու։ Մեր սինցի հայ տղամը մեզի ցույց տալով կպորար յետևեն։ Չես նստեր այս շուներու, որ ճանապարհ կքալես, ինչպես երեք աստղիկը, այսօր ալ քեզի կփախցնեն։ Վերջապես հասանք քաղաք։ Շուգան ուներ մոտ 100 խանութ, որուն գեսը գրաված էին Գիլիգեցի եւ Անադոլուց հայեր։ Հաստատեր էին քանի մը փուրեր, որոնց տերերը գաբալով առած էին փանագին հաց հայթատելու կորցը։ Գային հայ խոհանարներ, մսավաճառներու, քեփապջիներու խանութներ, փանջարեղենի եւ այլ ուտեստեղենի ծախիուներ։ Գային կոշկագարներ, գլայեգողներ, թիթեղակորցներ, խահվեջիներ եւ բղնձակորցներ։ Շունային մեջ կերևային նաեւ գիներ ու մանուկներ, որոնք շրջուն վաճառողներ էին եւ գծախեին իրենց երկրին գերագուրները եւ քաղցրեղենները, որ արաբ ժողովուրդը մեծ հաջողքով գներ։ Առանցինը լալես օգտվալով մտա հայ նբարավաճարի մխանութ է, որուն երբ յայտնեցի, թե ես քրիստոնյա եմ, սկսավ գանթատել ու լոփրել։ Կառավարությունը յայտնած էր իրենց, որ այլևս այս երկիրը պիտի բնակին, եւ պատերազմեն ետք կքննվի, այն որ իր հայրենի երկրին մեջ հող ուներ, պարտեզ ուներ, միևնույն տարածքությամբ հող պիտի տրվի իրեն միջագետմին մեջ, կամ հողեր ու այգիները ծախվելով փոխարժեքը հոս պիտի տրվի տիրոջը։ Նբարավաճարը Գիլիգեցի էր, ախ քաշելով իր հայրենիքին համար սրդանց գուլար, հեգեգալով գուլար, կգանթատեր նաեւ ու գսեր։ Մեր այս վիճակին մի նայիք, այս ապրանքը ամփոխ բարդքով արած են արաբներեն, որով հազիվ կարող գլանք մեր ընտանիքը անօթության ու մահվեն փրկել։ Բայց այսպես երկար ջմնա, այսօր կամ վաղը կառավարությունը մեզ այստեղեն գուղարկե ուրիշ տեղը։ Ու ցույց կուտար դիմացի շարքի խանութները, որոնք պարապ էին։ Անոնք ամենքը հայերը բռնած էին, արուդուր գնային, կառավարությունը զիրեն կուղարկեց անձանոտ տեղեր։ Վերաթարցիս կեսօր էր, դաշտին վրա մարդ չմնացավ, բացի խելագարները, որոնք կշարունակեին իրենց երևակայական գործերով սպաղվել։ Մեգալ հեսանք, որ երկու գիներ դախտակի վրա դրած էին գնոջ թիագը ու գտանեին մերյալներու այն թաշտը, որ կառավարությունը գոչած էր հայոց քերազմանաթոն։ Բայց ճանապարհին մարդ մը քաշեց առաջին քայլող գինը, որ դերադի էր։ Թիագը գլորացավ ինգավ, իսկ մարդը դարավ աղջիկա քաշքշելով։ Հալեբեն բերված աքսորյալներու հանքրվաններ են, Մեսկենե, Ռակկա, Դերզոր եւ այլն։ Այդ վայրերուն մեջ տեղահանված հայերու մնացորդները երբեմն կմնան մեկ ամիս, երբեմն ալ ավելի։ Երբեմն ալ անմիջապես առանց հանգստանալու գշվին անաբեդին խորքերը։ Ամեն ինչ կախված է իրենք առաջնորդող ժանդարմաններու կմահաճույք է։ Միշտ կհասնին նոր խումբեր եւ նախորդները ճամփային գելլին։ Խանութ բացողները, դուն վարձողները, ովևէ կերպով տեղավորվողները հին խումբերուն կպատկանին։ Հայ ընտանիքները կամփոփվին եւ անմիջապես կյանք մը կստեղծեն իրենց համար։ Վրաններու ներքև, թե տուներուն մեջ, անոնք իրենց անցած տեղը չեն ցուցադրել, նույնիսկ այդ կարճատև կայանքներու միջոցին։ Տեղացի արաբ ժողովուրդը կաչակցեր իրենց ամեն բանով, բայց դժբախտաբար հայերը երթեք տեղը չեն տեղավորվիր վերջնականապես։ Հրաման գուքար կամ զիրենք առաջնորդող ժանդարմանները կվջրեին եւ հարգեր ամեն ինչ թողլով ջամփային ելնել դեպի անծանոթ եւ հերավոր կայաններ։